Եվ չեք կարծում սա հատուկ է արվում հավական նիստերը չկայացնելու համար, թե կա ձեզ այդ դրդապատճառ։ Այն ինչ անում է քաղաքացիական ժամանակի կուսակցությունը անսպասելի համարել չի կարելի, որովհետև ես այդ խմբակցությունից եւ այդ կուսակցությունից ամեն ինչ սպասում եմ, ցանկացած բան, ինչ հնարավոր ու անհնար կարող էր համարվել նույնիսկ 7 տարի առաջ, իրենց որոշելիքն է։ Խոսելուց միշտ բարձր խոսում եմ, որ Գյումրիում իրանք ամենաշատ ձայնն են հավաքել։ Այսօր շատ կարևոր հարցեր ունեին քննարկելու, շատ կարևոր որոշումներ ունեին կայացնելու կամ չկայացնելու, եւ փաստ է, որ այսօր այն ուժը, որը անընդհատ նկարում է, որ ինքը Գյումրիում ամենաշատ ձայնն է ստացել, բայց օրինակ ժողովրդավարական ինստիտուտներից այս պարագայում ներվում է, որովհետեւ ժողովրդավարությունը հենց այն է, ինչ տեղի ունեցել Գյումրիում, այսինքն փաստացի 17,000 ձայն իրենք են ստացել 30,000 մարդ փաստացի իրենց դեմ է քվեարկել եւ այդ դեմ քվեարկողների որոշումով քաղաքը ունեցել է ընտրված քաղաքապետ հավականում նիստով։ Հիմա 17,000 մարդու թող պատրաստ լինեն պատասխան տալու, թե ինչի իրանք այսօր չկան, որ քվորում լիներ եւ մենք քննարկենք բազմապիսի հարցեր։ Ուզում եմ բոլորիդ հիշեցնեմ, որ քաղաքի օրվա հետ կապված, երբ որ քննարկում եղավ եւ բյուջեի սղության պատճառով խնդիր կար, մենք բոլորս ասացինք, որ տվյալ սուր բյուջեով լավ քաղաքի օր կազմակերպել հնարավոր չի լինի եւ այդ քննարկումները անվերջանալի բնույթ ունեն, իրենք հենց այն խմբակցությունն էին, որոնք ասում էին դուք զրկում եք գյումրեցիներին իրենց տոնը նշելու իրավունքից։ Հիմա այս պարագայում Գյումրիի, Շիրակի մարզի երեխաներին կամ զբոսաշրջիկների երեխաներին, ովքեր ամենայն հավանականությամբ ամանորյա օրերին պետք է լինեին Գյումրիում, ինչու եք ձեր չներկայությամբ զրկում եք տոնի այդ ուրախանալու իրավունքից։ Բայց բացի դրանից բազմաթիվ սոցիալական հարցեր կային, որոնք մենք պիտի քննարկեինք, հողերի հետ կապված հարցեր կային, որոնք պիտի քննարկեինք, փաստ է, որ նիստը տեղի չունեցավ եւ ես չեմ համարում, որ նիստը օրինակ տեղի չունեցավ մեկ բացակայող հավակնոտ պատճառ։ Կարող են գային քվորումը ապահովեն նիստը տեղի։ Կարելի է ասել, որ աշտեն շարունակական կլինի եւ կտապալվի հերթական անգամ Գյումրիի կառավարման ճգնաժամի առաջ, ինչպես եղավ Պալասանյանը։ Տեսեք, էլի անդրադառնամ ամենասկզբից, ցանկացած բան իրենցից սպասելի է, ես չեմ բացառում ոչ մի բան, այստեղ զուտ ընդդիմության խնդիրն է, թե կոմունիստական կուսակցության խնդիրն է ապահովել բացակայող մանդատները, որպեսզի գոնե թե ընդդիմությունը կարողանա սեփական ուժերով քվորում ապահովել, մնացածը 7 տարի մենք տեսել ենք էլի այդ սցենարը տարբեր համայնքներում, ինչպես է տեղի ունենում, այնպես որ զարմանալի ոչ մի բան տեղի չի։ կարելի ասել, որ իշխանազավթման փորձերն արդեն սկսված են այսօրվանից։ Դուք ինձ թվում է հարգելի լրագրողներ, ձեզնից կոմպետենտ մարդ չկա այդ հարցում, ինքներդ եք հետևում, թե ինչ հաջորդականությամբ են ընդդիմադիր քաղաքապետերը ձերբակալվում, կալանավորվում եւ ասել, որ դա տեղի է ունենում միմիայն որոշակի քրեական գործերի շրջանակում եւ չդիտարկել դա իշխանազավթման պրիզմայից, նվազագույնը մանկամտություն կա։ Իսկ ինչպես եք տանում ձեր ընդդիմադիր, այսպես ասած, վեվը անուսպանել, որպեսզի արդյոք բանակցում են ձեր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, կան, այսպես ասած, փոցելի հավաքական անդամներ նաև, ինչ կարծիք եք արդյոք կարողանա, այսպես ասած, մեծամասնությունը պահել։ Ես կարող եմ մեր խմբակցության անունից խոսել, իհարկե կապի մեջ եմ բոլոր խմբակցության ղեկավարների հետ, այսօր էլ եմ խոսել, տեղյակ եմ, որ գոյություն ունի անձնական խնդիր առողջական ընտանիքի անդամի հետ, որը չեմ պատրաստում մեկնաբանել, բարոյական չի մեր կողմից, հուսով եմ ամեն ինչ լավ կավարտվի, ավագանին հաջորդ արտահերթ նիստին արդեն ներկա կլինի, առողջություն եմ մաղթում ընտանիքի ներկայացին, իսկ ինչ վերաբերում է մեր խմբակցություն, մենք միշտ կապի մեջ ենք, մենք միշտ քննարկումների մեջ ենք, մենք միշտ տեղյակ ենք ինչ է տեղի ունենում, ուղղակի բոլորս է գիտենք, երբեմն կյանքում տեղի ունենում դեպքեր, որոնք անկանխատեսելի են սկսած այսօրվանից, վերջացրած նույն քաղաքական տարբեր տեխնոլոգիաներով, ճնշումներով, հորդորներով եւ այլ ուժային կիրառումներով չագերտավոր, հա, այս կամ այն ավագանու գողանալը, լավ այսպես անվանենք, էլի ճագերտների մեջ, բայց ես կարծում եմ, որ գոնե թե այս փուլում դա այդ դեպքը չի,
Սա մեկ, երկրորդը կոմունիստական կուսակցությունը ուղղակի պիտի ապահովի այն մնացած մանդատների քանակը։ Եթե ապահովում է մնացած մանդատների քանակը, քաղաքը շարունակում է բնականon հունով կառավարվել, կառավարման ճգնաժամ չի լինի եւ կոպիտ ասած, եթե կա 17 կամ 18 մանդատ, ցանկացած հարց լուծվում։ Պարոն Խեթարյան, կա օրենքում այնպիսի կետ, որ ասենք եթե հավականիները կան անգամ չեն ներկայացնիստերին, ուսուցիչներն դատարանեցնում են լիազորություն, այդպիսի բան կա։ Ընթացակարգերը միանշանակ կա, բայց եթե իշխանությունը որոշել է Գյումրիում զավթի իշխանություն, ինչ օրենք իրենց պետք լինի նոր ընդունել դրա համար, իրենք կընդունեն։ Վանաձորի դեպքը ամենաթարմ դեպքերից մեկն է։ Այնպես որ ասել, որ հիմա այս օրենքներով են առաջնորդվում, իսկ վաղը այլ օրենքներով չեն առաջնորդվելու, ընդհանրապես այդպես չի։ Այսինքն, եթե իրենք խնդիր են դրել Գյումրիում տանել կառավարման տապալման, որպեսզի իշխանազավթում տեղի ունենա, ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն։ Ու դրա համար, եթե իրենց պետք է նոր օրենքներ հորինելու, նոր օրենքներ մոգոնելու, իրենք դա անեն։ Այս պրայմերիզ։ Իսկ դուք ձեզ խոցելի հավականու անդամ համարում եք իշխանության կողմից, որ կարող են սլակները ուղղել։ Տեսեք, ոչ մի հավականու անդամ այսօր Գյումրիում լինի, թե ընդդիմադիր այլ քաղաքներում լինի, ոչ մի առումով պաշտպանված չի, որ կարող ես ասել, օրինակ, այս մարդուն չեն կարող ինչ-որ մի կերպ փորձեն ճնշել կամ պրեսի տակ դնել, հա։ Գոնե թե այս վերջի 7 տարին ես եւ ընկերներս ապացուցել ենք, որ այդ բոլոր մեթոդները, որոնք տեղի են ունենում մեր վրա, թողնում են զուտ գուցե, ոնց ասեմ ձեզ, հոգեբանական ազդեցությունը չեն թողնում, որովհետեւ հոգեբանորեն են կամուր, ֆիզիկապես են կամուր, մտավորել գաղափարապես։ Արդյոք այդ փորձերը չեն լինում, իհարկե լինում։ Արդյոք օրինակ մեր ավականու այլ ցուցակի ներկայացուցիչների հանդեպ տարբեր տեսակի խնդիրներ չեն փորձում առաջացնել, իհարկե առաջացնում են, բայց ամբողջ հարցը կայանում է նրանում, որ յուրաքանչյուրս պատասխանատու լինելով մեր խմբակցության ներկայացուցիչների համար, այս պայի դրությամբ կարող եմ ասել, որ մենք նման տեսակի խնդիր չունենք, եթե օրինակ տեղի չունենա ինչ-որ հորինած քրեական գործի ի հայտ գալ, որի պատճառով հանկարծ պետք է լինի օրինակ ավականու ինչ-որ անդամի կալանա։ Մեր խմբակցությունում այս պայի դրությամբ նման բան մենք չգիտենք, ինֆորմացիա չունենք ու չենք էլ կանխատեսում։ Իսկ գյումրեցիներին հաջողվեց վախեցնել, թե ավելի ընդդիմադիր դարձան այդ վերջին դեպքերից հետո։ 88 թվականի երկրաշարժը գյումրեցիներին չի վախեցրել։ Գյումրեցիներին չի վախեցրել վստահաբար նաև այն կարմիր բերետավորների ասպատակումը Գյումրիի, որը տեղի է ունեցել, որովհետև գյումրեցին հոգեբանորեն այնքան պատրաստված է, այնքան ամուր է, այնքան պինդ է, որ այսօր փաստացիորեն ունենալով կալանավորված թեմի առաջնորդ, հաստատի ձերբակալված քաղաքապետ, փորձում է ամեն ինչ անել, որ իր քաղաքը բնականon կյանքով ապրի, բնականon գնով զարգանա, մենք էլ մեր տեղում փորձելու ենք դա ապահովել։